Այսօր ականատես եղանք, որ Հայաստանի թիվ 1 սպառնալիքը ինքնիշխանության համար վտանգ ներկայացնողը ռուսաստանցի հաղորդավար, քարոզիչ, մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն է։ Ամբողջ իշխանական վերնախավը գլխապտույտ է ունեցել սրտխառնոց, աչքերը սևացել են, ինքնազգացողությունը վատացել է նրա ինչ-որ հայտարարությունից։ Մենք եկեք հասկանանք, թե ինչ հայտարարություն է արել Սոլովյովը, եւ երկրորդը, որ կպարզենք, թե արդյոք իշխանական վերնախավին Փաշինյանի գլխավորությամբ եւ նրա պատգամավորուհիներին չի հուզում Ալիևի հայտարարությունները օրերս արված, որ Հայաստանը, Արևմտյան Ադրբեջանը եւ Զանգեզուրի միջանցքը բացվելու է, ինչպես էլ այն կոչվի։ Դրանք արդյոք գալիցիոնացիաներ չեն առաջացնում եւ ինչ կարծիք ունեն ԿՊԱ-ականները Դոնալդ Թրամփի հռչակած դոկտրինի մասին, որ իր համար միջազգային իրավունքը կարևոր չէ, կարևորը ԱՄՆ-ի շահերն են եւ այդ կերպ են ամեկնաբանել Վենեսուելա ներխուժերն ու նրա նախագահին առևանգելը։ Այս երեքը շատ կարևոր է հասկանալ, որպեսզի գնահատական տալ, թե արդյոք նրանք օբյեկտիվ մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ ու անվտանգությամբ, թե փորացավը սեփական իշխանությունն է եւ նրա պահպանությունը, որովհետեւ եթե Հայաստանի շահերն ու անվտանգությունն են, շատ ավելի կատաղի բողոքի նոտաներ, քննադատություններ պետք է հնչեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին, պետք է խստորեն դատապարտվի Դոնալդ Թրամփի առաջ քաշած հայեցակարգը, որը արհամարում է միջազգային կարգը եւ որպես իրավունք հռչակում ուժը։ Потеря Армении – вот это гигантская проблема. Проблемы в нашей Азии, Средней Азии, Центральной Азии, как ее называют, вот это для нас может быть гигантской проблемой. И мы должны очень четко сформулировать наши цели и задачи. И мы должны объяснить. Игры кончились. Плевать на международные права, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Ամենակարևոր հարցերից մեկն այս էր. Պարոն նախագահ, իսկ համաշխարհային ասպարեզում կա ինչ-որ ուժ, որը կարող է զսպել ձեզ։ Ահա պատասխանը։ Դա իմ անձնական բարոյականությունն է, իմ բանականությունը, այսինքն ոչ միջազգային իրավունք։ Ինձ պետք չէ միջազգային իրավունք։ Ես որևէ մեկին վնասելու մտադրություն չունեմ։ Լրագրողներից մեկը ճշտող հարց է տվել։ Ձեր կարծիքով ձեր վարչակազմը պետք է հետևի միջազգային օրենքներին։ Այո, ես հետևում եմ։ Իհարկե հետևում եմ, բայց նայած ինչ նկատի ունեք օրենք ասելով, արձագանքել է Թրամփը։ Սենսացիոն դարձած այս հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոսել է Գրենլանդիայի մասին։ Լրագրողը հիշեցրել է, որ Դանիայի հետ անցած դարի 50-ականներին կնքված պայմանագրի համաձայն Միացյալ Նահանգները կարող է ցանկացած թվով ռազմականներ տեղադրել Գրենլանդիայում, այդ դեպքում ինչու է Վաշինգտոնը խոսում կղզին սեփականացնելու մտադրության մասին։ Թրամփը պատասխանել է, թե ինքը գերադասում է սեփականության տարբերակը, ոչ թե վարձակալության, այլ հենց սեփականության, քանի որ դա ավելի հուսալի է եւ ավելի ազատ գործելու հնարավորություն է ընձեռում։ Եթե Հայաստանի շահերն ու անվտանգությունն են, շատ ավելի կատաղի բողոքի նոտաներ, քննադատություններ պետք է հնչեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին, պետք է խստորեն դատապարտվի Դոնալդ Թրամփի առաջ քաշած հայեցակարգը, որը արհամարում է միջազգային կարգը եւ որպես իրավունք հռչակում ուժը, այսինքն կարողությունը, միջազգային հզորությունը, դա է իրավունքը եւ ԱՄՆ-ի ազգային շահերը, այսինքն եթե ԱՄՆ-ն իր ղեկավարը համարում է ճիշտ մտնել օտար երկրի ղեկավարին առևանգել, որը միջազգային իրավունքով պատերազմի հայտարարում է, եթե դա ճիշտ է, ուրեմն Սոլովյովն էլ է ճիշտ։ Եթե ճիշտը միայն ԱՄՆ-ի համար է, ապա ինչու դա նույնը ճիշտը չի կարող լինել Ռուսաստանի համար, թե միայն ԱՄՆ-ն է աշխարհում ճիշտ։ Ես ԿՊԱ-ականների հետ միասին կդատապարտեմ Սոլովյովին, որ համարձակություն է ունեցել ինքնիշխան պետությունների հասցեին սպառնալիքներով, պատերազմի սպառնալիքներով հանդես գալ։ Բայց ԿՊԱ-ականները չգիտես ինչու չեն հուզվել, որ օրինակ Ատլանտյան խորհրդում, Վաշինգտոնում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից, Հայաստանը համարվում է թուրքական աշխարհի մաս եւ անհրաժեշտ համարվում, որ այն պետք է կցվի Կենտրոնական Ասիային եւ դառնա թուրքական պետությունների կազմակերպության անդամ։ Ես այդ մասին խոսել էի տարբեր առիթներով, բայց ԿՊԱ-ականներին դա չի հուզում։ Եթե չի հուզում, ուրեմն նրանց հուզում է ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, այլ բացառապես սեփական իշխանություն։ Ինչու՞, որովհետեւ փաստորեն լսել են, որ եթե ԱՄՆ-ն կարող է մտնել Վենեսուելայում առևանգել այդ երկրի ղեկավարին, նրանք էլ Սոլովյովին լսելով երևի վախեցել են, որ ռուսներն կարող են մտնել եւ առևանգել Փաշինյանին։
Սա է փաստորեն նրանց փորացավը։ Եթե ոչ, կրկնում եմ, եկեք միասին դատապարտենք թե Սալավյովին, թե Ալիևին, թե Դոնալդ Թրամփի հռչակած դոկտրինին։ Իդեպ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ու քաղաքականությունը լուրջ դժգոհություն առաջացրել նաև ԱՄՆ-ում, այնպես չէ որ ԱՄՆ-ում բոլորը ողջունում են նրա այդ ուժի իրավունքի հայեցակարգը։ Абսուրդ եմ համարում, երբ կա ռեալ սպառնալիք։ Հիշեցնեմ ձեզ ԿՊԱ-ականներ եւ Փաշինյանի պրոպագանդիստներ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մի քանի 100 կիլոմետրով օկուպացված է, եւ դա է Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունը, իսկ դուք դա համարում եք խաղաղություն։ Հիշեցնեմ ձեզ, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող, որ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող 150,000 մեր հայրենակիցներ ոտնահարվել է նրանց սեփականության իրավունքը, տեղաշարժման իրավունքը եւ ինքնորոշման իրավունքը։ Եվ դա իրականացրել է ոչ թե Սալավյովը, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հետ դուք այսօր խաղաղություն եք երգում։ Հիշեցնեմ ձեզ, որ Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության ոտնահարում է իր տարածքում երրորդ երկրներին հատուկ կարգավիճակով, հատուկ իրավունքով վարձակալության հանձնել ինչ որ ենթակառուցվածք։ Դա պետական եւ ազգային ինքնիշխանության զիջում է օտար երկրներին, եւ դուք դա արել եք Ալիևի եւ Թրամփի հետ միասին։ Как я уже отметил, ключевой, так сказать, направляющей стороной будем мы. Грузы будут аккумулироваться в Азербайджане и отсюда отправляться по разным направлениям. Поэтому реализация Зангезурского коридора должна рассматриваться как уже решенный вопрос. Я не верю, что Армения сможет уклониться от этого вопроса. Это можно расценивать как самоубийство, особенно если учитывать, что президент Америки Трамп дал этому маршруту свое имя, и теперь это его дорога. Եթե դուք այդտեղ խնդրեմ չեք տեսնում, ուրեմն ինչու եք նեղանում Սալավյովից, որն ասում է, որ ինչպես ԱՄՆ-ն, Ռուսաստանը նույնպես կարող է իրեն իրավունք վերապահել, քանի որ ինքն էլ միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, իր ազգային շահերից ելնելով, ուժի իրավունքով ներխուժել եւ հատուկ ռազմական գործողություններ անել իր անմիջական հարևանությամբ, ինչպես Միացյալ Նահանգները։ Եթե դուք դատապարտում եք այդ խոսույթը, պետք է դատապարտեք բոլորին, թե Սալավյովին, թե Թրամփին, թե այդքան համարձակություն չունեք։ Թե ամերիկյան միջազգային իրավունքի ոտնահարում ավելի քաղցր է, ռուսականը քաղցր չէ։ Հետևաբար ճշմարտությունից մի խոսեք։ Դուք ասեք ուղղակի, որ ԱՄՆ-ին կարելի է, իսկ Ռուսաստանին չի կարելի։ Ալիևին կարելի է, իսկ Սալավյովին չի կարելի։ Էրդողանին, Ադրբեջանին կարելի է Հայաստանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունը ոտնատակ տալ, բայց ռուսներին չի կարելի։ Սա կլինի անկեղծությունը, սա կլինի օբյեկտիվությունը եւ ձեր իսկական փորացավը։ Թե չէ դրել եք ուղեղներ եք Լևանում, որի ինչ տո Սալավյովն էլ, Ալիևն էլ։ Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանությունը համընդհանուր է եւ ունիվերսալ։ Դա չի ճանաչում ոչ Սալավյով, ոչ ռուս, ոչ թուրք, ոչ ամերիկացի։ Եթե դուք դա այդ գիտակցությունը չունեք, ուրեմն ձեր փորացավը միայն սեփական իշխանությունն է եւ սեփական ժողովրդին մոլորեցնելով այն հավերժացնելը։